2025 թվականի մարտի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Եվ ահա, Հայաստանը ընդունելով Ադրբեջանի երկու պարտադրանքները ևս, ըստ էության հայտարարեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է համարում և պատրաստ է ստորագրման։ Իհարկե, խաղաղության հաստատման դեմ որևէ բանական մարդ չի կարող հանդես գալ, բայց ամբողջ խնդիրն այն է, ինչ ենք վճարում այդ խաղաղության դիմաց, դա խաղաղության համաձայնագիր է, թե Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա, և ընդհանրապես, նույնիսկ այդ փաստաթղթով ամբողջապես կապիտուլացվելով հնարավոր է խաղաղություն հաստատել, թե ոչ։ Այս ամենի մասին հերթով։ Խաղաղության համաձայնագրի տեքստը խիստ գաղտնի է պահվում և հասարակությանը հասանելի չէ, չնայած ինչպես իշխանության թերքահապատակ ներկայացուցիչներն են ասում, ամբողջական տեքստը չկա, բայց դրույթները պարբերաբար ներկայացվել են։ Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և ըստ էության հոդված առանձին այսպես թե այնպես հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չենք կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ, որովհետև ըստ էության հոդված դրույթ առ դրույթ վերջին 4 տարիներին 4 տարի է արդեն, որ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության հայտնի է։ Հիմա փորձենք ընդհանրացնել Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի խճանկարը, որը ներկայացվում է որպես խաղաղության համաձայնագիր։ Առաջինը Արցախի ուրացման իրավական փաստաթղթավորումն է։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար իրավականորեն փակում է Արցախի հարցը։ Երբ որ Հայաստանը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով Ադրբեջանը, հստակ ասեք, խնդրում եմ հասարակությանը, դա Արցախը ներառում է, թե ոչ, դա դուք դրանով ճանաչել եք Արցախը Ադրբեջանի մաս։ Տեսեք, 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա։ We are ready to recognize Azerbaijan's 86,600 square kilometers, which includes Nagorno-Karabakh. Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։ Ահա այսպես, իշխանության հայտնված թերքահապատակները խաղաղության համաձայնագիր մուրալու հիմնային քայլերը հրապարակավ իրականացրեցին, որպեսզի ճանապարհ բացեն Ադրբեջանի այլ պահանջների համար։ Եվ սա հայախոս ու հայի ազգանունով այն գոյերի ցնծության ներքո, ովքեր ամեն ինչ արեցին, որ Արցախը հանձնեն, որ լավ ապրեն։ Խաղաղության համաձայնագրի հաջորդ դրույթը ըստ էության վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, և այստեղ նույնպես առանց որևէ տրամաբանության Ադրբեջանի պահանջով և Հայաստանի իշխանությունների մեծ պատրաստականությամբ սահմանազատման գործընթացի տակ Ադրբեջանին հանձնվեցին Տավուշի մարզի 4 գյուղերը և ռազմավարական նշանակության բարձունքներ։ Այդպես էլ անհասկանալի դարձավ, ինչու սահմանազատումը պետք է սկսվեր Տավուշից ու կանգ առներ։ Այն պարագայում, երբ Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներից 200 քառակուսի կիլոմետրը, սա հաստատում են նաև իշխանության ներկայացուցիչները։ Իհարկե պարզ է, որ Ադրբեջանը առանց որևէ ջանքի Հայաստանի իրեն հպատակ իշխանությունների միջոցով կարողացավ բռնակցել հայկական գյուղերը, իսկ թերքահապատակ իշխանության ենիչեր պահապան ոստիկանները ծեծում էին իրենց տները Թուրքին հանձնելու դեմ բողոքողներին։
Եվ այսպես խաղաղություն կոչվող համաձայնագրի դրույթներից սահմանազատման գործընթացը հաջորդիվ էլ շարունակվելու է այս տրամաբանությամբ։ Իսկ եթե բողոքենք, ապա կստացվի, որ դուրս են գալիս խաղաղության համաձայնագրից։ Այսինքն, ինչպես Տավուշում, այնպես էլ մյուս մարզերում մենք պետք է հանձնենք ու հանձնվենք, այլապես Ադրբեջանը կարող է բարկանալ եւ խզել պայմանագիրը։ Խաղաղության պայմանագիր կոչվող այս կապիտուլյացիայի հաջորդ կետը վերաբերում է փախստականների վերադարձի դրույթին, որն իրականում Հայաստանում ապրած ադրբեջանցիների անարգել վերադարձն ապահովելուն է վերաբերում։ Ակնհայտ է, որ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերից մազապուրս եղած որևէ հայ չի ցանկանա վերադառնալ Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան եւ կգան Հայաստանի իշխանությունների կողմից անվտանգություն ապահովելու միջոցով։ Այո, չզարմանաք, որ ադրբեջանցիների վերադարձն ու անվտանգությունը ապահովելու են հայ ոստիկանները։ Եվ Աստված չանի որևէ բան պատահի, ասենք իրենց վատ պահող ադրբեջանցիներին։ Դա առիթ կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար նորից պատերազմ սկսելու եւ իրենց հայրենակիցների շահերը պաշտպանելու։ Չէ՞ որ իրենք պատմական փորձը ունեն 1920-ական թվականներին պարբերաբար կապիտուլյացիա պարտադրելով Բրեստ-Լիտովսկում, Բաթումիում եւ այլուր, նորից սկսում էին իրենց ռազմական հարձակումները Հայաստանում ապրող մահմեդականների շահերը պաշտպանելու պատրվակով, եւ այսպես մի օր կարթնանանք ադրբեջանցիների անմիջական հարևանությամբ ու պետք է առավել խոնարհ լինենք, որ չբարկացնենք ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին, այլև նրանց տեղական ներկայացուցիչներին, չնայած նրանք վաղուց են Հայաստանում։ Անդրադարձանք խաղաղության համաձայնագիր կոչվող կապիտուլյացիայի ընդամենը 3 կետերին, որոնց միջոցով էլ ակնհայտ է դառնում Հայաստանի թրքացվող ապագան։ Դեռ չենք խոսել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դրույթի տակ Զանգեզուրի միջանցքի հարցի կամ Սյունիքի հանձնման գործընթացի, Ադրբեջանի դեմ հայցերը ետ կանչելու եւ ամբողջապես նվաստանալու դրույթի մասին։ Չենք խոսել սահմաններին դիտորդական առաքելության բացառման եւ Ադրբեջանի կողմից ցանկացած պահի անարգել պատերազմ սանձազերծելու հնարավորության մասին։ Չենք խոսել խաղաղության պայմանագրից հետո ցանկացած պահին Ադրբեջանի կողմից Արցախյան հերոսամարտի մասնակիցներին արտահանձման պահանջի հնարավորության եւ իրատեսության մասին։ Չենք խոսել սահմանադրության փոփոխության եւ պաշտոնապես Հայաստանի թրքական պետություն ձևավորելու պահանջի մասին։ Այս ամենը մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ թողարկումներում։ Սակայն արդեն պարզ է, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո հայրենասիրական ցանկացած նկրտում, օրինակ արցախցիների որևէ միջոցառում կամ հոդված, ֆիլմ կամ նույնիսկ որևէ խոսակցություն կարող է դիտվել ռևանշիզմ եւ հակասել խաղաղության տրամաբանությանը։ Բաքուն պարբերաբար նաև խոսել է ռևանշիզմի մասին։ Այսպիսի դրույթ կա համաձայնագրում, գուցե ձևակերպումը մի փոքր այլ կամ ուրիշ է, որ կենթադրի օրինակ ռևանշիզմի բացառու կամ չգիտեմ, այս տեսակ ինչ որ մի բան պայմանագրում կա համաձայնեցված։ Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան։ Այսպիսով ներկայացրեցինք կեղծ խաղաղության պայմանագրի բացահայտման առաջին մասը։ Հաջորդիվ կշարունակենք բացահայտել պետականակործան եւ ազգակործան այս փաստաթղթի մյուս ականները։ Որպես վերջաբան ներկայացնենք իշխանության թերքահպատակ ներկայացուցիչների խոսքերը, որոնք կասկած չեն թողնում։ Ասում են մի բան, անում լրիվ ուրիշ բան։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Եվ այս ամենը ցինիկաբար կատարվում է մեր աչքի առաջ։ Բացահայտ հայտարարում են կապիտուլյացիայի մասին, իսկ քաղաքական կոչվող դաշտը անհաղորդ է, վախեցած, եւ միայն իրար մեջ են կռվում, թե ով բերեց Նիկոլին, իսկ ժողովուրդը անտարբեր է, որովհետեւ դեռ չկա ձևակերպված ազգային ազատագրական պայքարի հրամայականը։ Արդար հայը համոզված է, որ ազգային ինքնության արթնացումը լինելու է եւ ազգային ազատագրական պայքարը սրբելու է բոլոր դավաճաններին։
ժամանակը մոտենում է։ Կեղծ օրակարգերն առաջ են բերել մոլորություն, որում այսօր մեր հասարակությունն է։ Իրականությունը ցույց տալու կեղծ օրակարգերի հեղինակ կեղծ փրկիչներին ջրի երես դուրս բերելու ուղին բացահայտումն է, հիմնավոր փաստերի միջոցով։ Բացահայտումը տեղի կունենա Արդար Հայեմի եթերում ամեն չորեքշաբթի ժամը 20-ին։